Հողազավթման եւ ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից Մայրաքաղաքի նոր վարչական շրջանում հայտնաբերվել է խոշորածավալ ապօրինի շինություն։ Գայի պողոտայի 8 կոտորակի 2 հասցեի երկհարկանի հասարակական կառույցի վերջին հատվածը համապատասխան շինարարական թույլտվություն չի ունեցել։ Ըստ այդմ էլ մարտի 12-ից մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները։ Հաշվի առնելով վերոնշյալ հատվածի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվելու հանգամանքը, ապօրինի շինարարությունը նախաձեռնած քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն 400,000 դրամ տուգանքի չափով։ Կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն եւ արդեն շաբաթ օրվանից սկսած 2 օր է շարունակվում է այստեղ քանդման աշխատանքները։ Եղել է երկհարկանի անօրինական կառույց, ծավալները մոտավորապես 250-300 քառակուսի մետր մակերեսով կառույց է եղել։ Մեր համաքաղաքացիները ոչ թե պետք է ձեռնամուխ լինեն անօրինական ձևով այդ ամենը իրականացնել, այլ ուղղակի պետք է հետևեն օրենսդրությանը եւ ձեռք բերեն համապատասխան թույլտվություն, հետո նոր իրականացնեն շինարարական աշխատանքներ։ Հակառակ դեպքում մենք բոլոր նմանատիպ դեպքերի հետ կապված լինելու ենք շատ հետևողական եւ արվելու ենք շատ խիստ։ Հարկ է նշել, որ վերջին օրերին համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում Մայրաքաղաքի վարչական շրջաններում հայտնաբերվել եւ արձանագրվել է իրավախախտման 26 դեպք, որոնցից 16-ը զուգակցվել է քանդման աշխատանքներով։ Հիշեցնենք, որ ըստ վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի ապօրինաշինությունը կրկնելու պարագայում անկախ հողամասի սեփականության ձևից օրինախախտների նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք 2.5 միլիոն դրամի չափով։ Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները գործունեությունը ծավալում են պարզեցված ընթացակարգով, միաժամանակ հորդորում Մայրաքաղաքում որևէ նոր շինարարություն ծավալելու միակ օրինական ճանապարհը քաղաքաշինական փաստաթղթերի առկայությունն է։